Վերջին օրերին տեսնում ենք, որ մի քիչ իրավական հարց է, իրավապահները մասնավորապես հակապահովության կոմիտեն անդամ գաղտնատեսում են եւ հակառակ ուժեղ հաստատության ընդդիմադիր քաղաքական ուժին գաղտնատեսում են, ինչ-որ փոխել են կարում, սարքում, դրանք փաստաբանները որակվում են որպես սարքված, լցված, իրենց քաղաքական ոչնչության հապոչին ուտելու միտված քայլեր, ինչ է կարծում ուղղությունների տարած արդյոք իշխանությունների իրավապահների ավելի մեծ հապոխորը չի տա դիմադրների դեմ եւ կասկածներ կանխատեսումներ ունեք, որ գուցե նաեւ դուք պարոն Ծառուկյանը պարոն կարգմանող վարույթներ հարուցվեն ձեր Վարշավ ցուցակի առաջին համարները լինեն իրավապահների ուշադրության կենտրոնում եւ այսպես մտածում եք, որ գուցե նաեւ ձեզ են գաղտնալսում նկատում են ձեզ, նաեւ պարոն Ծառուկյանին հաստատ դա ինչ կազմած հաստատ չթողարկալս են ես դեմ չեմ մեկ թող ինչ-որ բան էլ ասեն էլի, որ դες հասկանանք ով է։ Դե քանի որ պարոն Ծառուկյանը առիթներ ունեցել է հայտարարելու, որ ինքը հեռախոս չունի, հուսանք որ գոնե պարոն Ծառուկյանին չեն գաղտնալսում։ Սա կեսկատակ կես լուրջ, իսկ ինչ վերաբերում է մնացած գործընթացներին, տեսեք, մենք անընդհատ խոսում ենք ամենայն դեպս վերջին տարիներին, եթե մոնիտորինգի հնարավորություն լինի եւ իշխանությունների ամենաշատ հնչեցրած հայտարարությունները մոնիտորինգի ենթարկվեն, թերևս ամենաշատ օգտագործված ու գործածված արտահայտությունը դա կլինի ժողովրդավարության բաստեոն արտահայտությունը, որ հետհեղափոխական Հայաստանում բացարձակարժեք է ժողովրդավարությունը եւ այլն։ Ցավոք սրտի շատ հաճախ մենք տեսնում ենք իրավիճակ երբ խոսքը գործից արմատապես տարբերվում է եւ իրականությունը միանգամայն այլ է։ Ցանկացած տեսակի հակաիրավական, հակաօրինական գործողություն եւ գործընթաց մեզ համար բնականաբար անընդունելի է, բացարձակ անընդունելի է եւ մենք օգտվելով ընձեռված հնարավորությունից ուզում ենք կոչ անել, այդ թվում նաեւ իշխանություններին, այդ թվում նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, դատարաններին, տարբեր տեսակի ոստիկանական ենթակառուցվածքներին, որևէ դեպքում չտրվել օրվա այսպես պարտադրանքին եւ հանդես գալ հակաօրինական քայլերով։ Ինչ վերաբերվում է մնացած գործընթացներին, ես ուզում եմ բոլոր քաղաքական պայքարին, բոլոր մասնակցող բոլոր ուժերին կոչ անել այս ժամանակահատվածում մի կողմ դնել ներքին թշնամանքի ցանկացած դրսևորում եւ հանդես գալ այսպես կառուցողականության դաշտից։ Յուրաքանչյուրը թող ներկայացնի իր խոսքը, իր ծրագիրը, իր տեսլականը երկրի զարգացման։ Ժողովուրդը ես առավել քան վստահ եմ դրանում, որ բավականաչափ քաղաքական գրագիտություն ունի հասկանալու համար, թե ով որ քաղաքական ուժը իրենից ինչ է ներկայացնում եւ հունիսի 7-ին գնալու քվյա խցիկ եւ կատարելու ճիշտ ընտրություն։ Եվ ուզում եմ հավատալ, որպես անուղղելի լավատես, որ օրենքը մահակ չի դարձնելու իշխանությունը ընդդիմադիրների հետ տարատեսակ հաշվեհարդարներ տեսնելու գործընթացում։ Ինչ վերաբերվում է մնացած գործընթացներին, մենք այդ մասով եւս ունենք օպերատիվ շտաբ, որը տարբեր տեսակի ահազանգերին արձագանքում է, որովհետև բազմաթիվ են դրսևորումները, երբ իշխանությունը այսպես վարչական լծակների օգտագործմամբ այս կամ այն կերպ փորձում է ազդեցություն ունենալ, այս կամ այն այսպես թեկնածուի նրա ընտանիքի անդամների նկատմամբ, այս մասով մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, պարբերաբար տեղեկատվությունը բնականաբար կտրամադրենք լրատվամիջոցների մեր գործընթացներին, բայց կրկնում եմ, ուզում եմ հավատալ, որ օրենքը մահակ չի դառնալու հատկապես նախընտրական քարոզարշավի այս օրերին ընդդիմադիր գործիչների կամ ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա։ Շնորհակալություն։